Հարգելի հայրենակիցներ, դուք լսեցիք ելույթների մեջ մտահոգություններ, դուք լսեցիք ելույթների մեջ այսօրվա ծանր իրավիճակում գտնվելու մեր հայ ժողովուրդը։ Ամեն օր խոսում են Ալիև, Փաշինյան, Փաշինյան, Ալիև, այդ երկու տանդեմի գործողությունների պրոցեսների զոհը դառնում է հայ ժողովուրդը։ Սաղս գիտենք, որ Փաշինյանը վախում է Ալիևից, մենակ ինքն է վախում, ժողովուրդը չի վախում։ Հիմի չեմ հասկանում, մեր իրավիճակը կամ մեր հետ այս երկրում հարց փոխելու համար, կամ գոնե ժողովրդի կարգավիճակը փոխելու համար, Ալիևին պիտի դիմենք, որ Փաշինյանին վախեցնի, որ ստեղ ինչ-որ փոփոխություններ իրականացվի։ Այս երկրում ղեկավարություն կա, այս երկրում ինչ-որ անձ կա, որ ազգի շահերն է պահում, Արցախ է կործանել, խաղաղության մասին է խոսում, կասկածանքի տակ է դնում եղերնը, խաղաղության մասին է խոսում, բազմահազարավոր զոհեր եք տվել հայ լինելու, հայ ապրելու իրավունքը պահելու համար, խաղաղության մասին է խոսում։ Դու ինչ խաղաղության մասին ես խոսում, որ դու բերել ես աղետ ես երկրին։ Դու ինչ իրավունք ունես խաղաղության մասին խոսելու, որ մենակ փորձանքներ ես բերում ես ժողովրդի գլխին։ Սիրելի հայրենակիցներ, բոլոր սրանք այս ներկայացուցիչները բոլորը ժամանակավոր մարդիկ են։ Փախնելու են այս երկրից, մենք ենք ապրելու այս երկրում։ Ես չեմ ուզում ոչ մեկը մտահոգվեք, չկոտորվեք, որպես մենք արցախցիներ ստեղ գտնվելով, այդ ծանր տառապած ցեղասպանությունից փրկված, մենք չենք կոտորվել։ Մենք այս ժամանակի ընթացքում կար իրոք հոգեբանական ծանր բան, որ ասում է մարդկային տենց ժամանակ, որ մենք պիտի հարմարվեինք, մենք պիտի հասկանայինք ինչ է կատարվել։ Մենք բոլորս գիտակցում ենք, որ մեզ խաբել են։ Այդ խաբելու պատասխաննել են բոլորը տալու։ Այսօր մի հատ երիտասարդ երեխու, այսա 7 օր ոստիկանների կողմից խոշտանգված, ոստիկանների կողմից, որ ասում է նվաստացրած, չեն կարող պարզաբանել այդ երեխու, որ ասում է վիճակը ինչ է եղել կամ այս մեկ է մյուսը։ Այս է այս երկրի ժողովրդի, որ ասում է ամեն մեկից հետ կարող է տես բան կատարվի։ Չի կարելի թույլ տալ այդ ձևի հարաբերությունները։ Մենք պիտի հասկանանք այս երկրում օրենք կա, թե չկա։ Օրենք աշխատում է մի մարդու համար, թե ժողովրդի համար։ Ինչ եմ ուզում ասել, սիրելի հայրենակիցներ, այո, այսօրվա իրավիճակում նմանատիպ միջոցառումներին քիչ ժողովուրդ ենք հավաքվում, բայց կարևորությունը, որ անտարբեր չենք, ու անտարբեր չենք լինելու, մենք մինչև արդարություն չվերականգնենք, մենք հզոր Հայաստան չենք ունենալու, մենք մինչև արդարություն չվերականգնենք, հետ վերադարձ Արցախ չենք իրականացնելու, արդարություն վերականգնելու համար հրաժարական պիտի տանես իշխանությունը։ Հարգելի հայրենակիցներ, որ շատ երկար չխոսենք, որ շատ երկար չանդրադառնանք, բոլորը տեղյակ եք, ինչ իրադարձությունների, ինչ մարտահրավերների առաջ ենք կանգնած։ Բոլորիդ կոչ եմ անում, անտարբեր չլինել, բոլորին կոչ եմ անում, ամեն մեկը գիտակցաբար հայ լինելու համար պայքար մղի։ Մենակ պայքարով կարող մենք մեր կանգնենք մեր արդարությունը, մեր իրավունքները։ Շնորհակալություն։